Խոշոր վթարվանաձորում մեքենաներից մեկը գլխի վայր շրջվել է։ Լոռու մարզկենտրոնում վարվել են մարզի գլխավոր տոնածառի լույսերը, ազարարելով տոների սկիզբը։ Լոռեցի Լոռեցյանը ռուսաց լեզվի երգի միջազգային փառատոնից վերադարձել է առաջին պատվավոր տեղով։ Եվ այսօր նշվում է ժողովուրդների համերաշխության միջազգային օրը։ Արդյոք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեր հանրապետությունում պաշտպանված են։ Բարի երեկո, Ֆորտունա մարզայինի եթերում դուք դիտում եք մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումը։ Նախ մեկ արտակարգ դեպքի մասին նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում։ 22-50-ի սահմաններում Խորենացի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Opel և BMW X5 մագնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW X5 մագնիշի ավտոմեքենան շրջվել է։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները։ Շարունակում ենք թողարկումը։ Ժամեր առաջ Լոռու մարզկենտրոնում վարվել են մարզի գլխավոր տոնածառի լույսերը, ազդարարելով տոների սկիզբը։ Տոնական երեկոյի մանրամասներն առաջարկվող տեսանյութում են։ 5, 4, 3, 2, 1 ապահովություններ։ Ամանորի միջոցառումների մեկնարկը տրված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի մասնակցությամբ վարվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Դա նոր տարվա խորհուրդն է եւ յուրաքանչյուր նոր տարվա շեմին մենք տոնածառը զարդարում ենք, լույսերը վառում եւ մեր ժողովրդին բարի մաղթանքներ տալիս։ Այս տարի հրապարակը լիովին տարբերվում է, դուք ինքներդ տեսնում եք, որ տարատեսակ ատրակցիոններ կան, քանի որ անցած տարվա տոնածառը շատ լավն էր, շքեղ էր, այս տարի փոխվել են միայն լուսային էֆեկտները, ընդհանուր ինքը իր որակով եւ տեսակով նույնն է, ուղղակի հրապարակը լիովին տարբերվում է իր ձևավորմամբ։ Այս տոնածառը շատ մեծ խորհուրդ ունի։ Ես ինքս հիանում եմ եւ հպարտանում եմ, որ այսօր մեր քաղաքում տարեստարի նոր ոճ ազգացում, նոր գեղեցկություն եւ լույսերի վարման ընթացքում ներկա եւ ես ինքս իմ մանկությունը վերապրեցի, իհարկե իմ մանկության ժամանակաշրջանում նմանատիպ բաներ չի եղել, բայց մանկություն վերապրեցի եւ շնորհակալություն։ Նոր խորհուրդ, լուսավոր ու պայծառ տարի են մաղթում լոռեցիները միմյանց։ Մարզի գլխավոր տոնածառը լինելով լոռեցիների երազանքների գլխավոր վկան, խոստանում է 2015-ի երազանքներն իրականություն դարձնել։ Վանաձորում քաղաքապետի մասնակցությամբ վարվեցին նաև հրապարակի լույսերը, ազդարելով նոր տարվա միջոցառումների սկիզբը։ Քաղաքի գլխավոր տոնածառը նախորդ տարիների համեմատ ավելի ճոխ տեսք ունի։ Լոռեցիներն են նկատում ու արդեն իսկ հնչում են նախատոնական մաղթանքներ։ Տոնածառը ինքնին արդեն խոսում է այն մասին, որ քաղաքը տոնական տեսք է ստացել, ամեն ինչ գեղեցիկ է եւ նախատրոնական տրամադրությունը շրջում է ամեն ինչ։ Գեղեցիկ ճաշակով ձևավորված տոնածառ, թող տոնածառը ժողովրդին առողջություն բերի, բարիք, հաջողություն եւ ուրախ գեղեցիկ ակնկալիքներով դիմավորենք 15 թիվը։ Բոլոր պահած երազանքներն անպայման իրականություն կդառնան։ Լույս, լույս, լույս։ Ձմեռ պատմություն անուշը տեղում են, ամանորյա հեքիաթի մեկնարկն էլ տրված է նաև Վանաձորի հայքի հրապարակում, իսկ անակնկալները առջևում են։ Այսպիսով մարզկենտրոնի գլխավոր տոնածառն արդեն իսկ պատրաստ է դիմավորել 2015 թվականը եւ ասել բարովարի նոր տարի։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Նոր տարի, քորալը բարի, ասենք է շնորհավոր։ Նոր տարի, հրաշքների օր, նոր տարի, քո գալը բարի, Լոռեցի ուսանողը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ռուսաց լեզվի միջազգային փառատոնին եւ արժանացել առաջին պատվավոր տեղին։ Այսօր հանդիպել ենք լոռեցիների պատիվը բարձր պահած Մարիամ Լոռեցյանի հետ։ Զրուցակիցս Մարիամ Լոռեցյանն է։ Օրերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքից, որտեղ նոյեմբերի 20-ից 22-ը մասնակցում էր ռուսաց լեզվի եւ գրականության դասախոսների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ռուսաց լեզվի եւ ռուս բանահյուսության համաշխարհային երկրորդ փառատոնին։
Շուրջ 30 երկրների ներկայացուցիչների շարքում Մարիամը այն 5 լավագույններից մեկն էր, ով կարողացավ հաղթահարել դժվարին մրցակցությունն ու կիսաեզրափակիչում գրավել խստապահան ժյուրիի սիրտը։ Մարիամին հաջողություն բերեց Օկուջավայի աղոթք երգը։ Ռուսական երգի լավագույն կատարում անվանակարգում Մարիամի հաղթական ելույթն այսպես էր հնչում։ Земля еще вертится, Господи, моя власть, дай рвущемуся к власти навластвоваться сласть. Մարիամը նախ մայրաքաղաքում մասնակցել էր նախընտրական փուլին, ապա ստացել համաշխարհային մրցույթին մասնակցելու հնարավորություն։ Լորեցի Լորեցյանը Պետերբուրգում նաև մասնակցել է տարբեր սեմինար քննարկումների, մշակութային թեմաներով կլոր սեղանների, փոքրիկ էքսկուրս է կատարել քաղաքում եւ մեծ բավականություն ստացած վերադարձել ճամփորդությունից։ Անչափ տպավորված եմ, քանի որ ինձ համար մեծ հաջողություն էր եւ մի կողմից նաեւ անակնկալ հանդես գալ Սանկտ Պետերբուրգում միջազգային փառատոնում եւ մեծ հաջողություն էր նաեւ այն, որ 30 երկրներից ես կարողացա հաղթանակով ետ վերադառնալ։ Ճիշտ ասած, Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ էի եւ ամորանալի օրեր եմ այնտեղ անցկացրել։ Կիսաեզրափակիչ փուլում մրցակցությունը իսկապես ուժեղ էր եւ լարված անցավ եւ Մարինյան թատրոնում երգելը այնտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երգիչներ։ Ես չէի պատկերացնում, որ ինձ էլ այդպիսի հնարավորություն կընձեռվի։ Տեղի կատարվեց իմ երազանքներից մեկը իսկապես։ Թեև Մարիամը 4 տարեկանից երգում է, այնուամենայնիվ երաժշտական կրթություն չունի։ Մինչ այժմ երաժշտությամբ զբաղվել է սիրողական մակարդակում։ Էստրադային ժանրում ելույթներով հանդես է եկել բազմաթիվ բեմերում, իսկ այս մեծամասշտաբ հաղթանակից հետո մտադիր է լրացնել բաց թողածը եւ ավելի մասնագիտորեն զբաղվել երգարվեստով։ Ամենագլխավորը խորհուրդ կտամ այն, որ նրանք միշտ հավատան, քանի որ եթե չլիներ իմ մեծ հավատը, կարծում եմ ոչ մի հաջողության չի հասնի։ Հավատան իրենց հաջողությանը, չնայած ամեն ինչին, չնայած եթե նույնիսկ նրանք լինեն մենակ։ Մարիամ Լորեցյանի օրինակը կարող է խրախուսանքի միջոց հանդիսանալ տաղանդավոր ու երիտասարդային կատարողների համար, ովքեր չեն խիզախում բարձրանալ համաշխարհային բեմեր։ Հերմինե Յավերյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Այսօր նշվում է ժողովուրդների համերաշխության համաշխարհային օր, այդ մասին զրուցելու ենք Նարինե Ասատրյանի հետ։ Նարինե, մեր երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ապրում են եւ ուզում ենք ճշտել, արդյոք նրանք իրենց լավ են զգում եւ նրանց իրավունքներն արդյոք պաշտպանված են։ Շնորհակալություն Հերմինե։ Նախ ասեմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաստատակամորեն կոչ է անում բոլոր ժողովուրդներին աշխատել այս կարևոր գործի ուղղությամբ։ Հիմա պատասխանեմ քո հարցին, Հայաստանում հայերից բացի բնակվում են 11 այլ ազգի ներկայացուցիչներ, ամենաշատը թերևս եզդիների համայնքն է, որոնց թիվը հասնում է մոտ 42,000-ի, այնուհետև հաջորդում է քրդերը 7-ից 8,000 մարդ, իսկ ամենափոքր համայնքը թերևս հրեական համայնքն է, այնտեղ ապրում է 60 մարդ։ Իսկ նրանք իրենց Հայաստանում պաշտպանված են զգում, նրանց իրավունքները պաշտպանված են թե ոչ, տեսանյութում առավել հանգամանալից են ներկայացված։ Լավ, դիտենք տեսանյութը։ Համերաշխությունը համոզմունքների եւ գործողությունների միասնություն է, սոցիալական խմբի անդամների միջև փոխօգնություն եւ աջակցություն, որը հիմնված է ընդհանուր հետաքրքրությունների եւ նպատակների հասնելու անհրաժեշտության վրա։ Օրվա մասին զրուցեցինք ոչ միայն լոռեցիների, այլ նաեւ այլ ազգի ներկայացուցիչների հետ, ովքեր հայերիս համերաշխությամբ ու սիրով ամիսներ ու անգամ տարիներ են անցկացնում Հայաստանում։ Օրինակ Ստիվ Գրենբերգով Հայաստան է եկել կամավորական աշխատանքներ կատարելու համար, կարևորում է ժողովուրդների միջև համերաշխությունը։ Ավելին նշում է, որ որդին ամուսնացել է հայ աղջկա հետ։ Նրա համար հեշտ է մեզ հետ շփվել, եւ նա հետաքրքրված է Հայաստանի մշակույթով ու պատմությունով։ Ազգությամբ հրեակամավորը նշում է, համերաշխ լինելը պետք է յուրաքանչյուր մարդու սրտում լինի, որպեսզի բոլորը ապրեն երջանիկ։ Ինձ հետաքրքիր է Հայաստանը իր մշակույթով ու պատմությունով։ Հայաստանը շատ ապահով ու համերաշխ երկիր է։ Այստեղ շատ բարեկամներ ունեմ։ Օգոստոս ամսից այստեղ եմ եւ 2 տարի Հայաստանում կամավորական աշխատանք եմ անելու։ Իհարկե շփվում ենք եւ շատ լավ ենք շփվում, հայերը լավ ընկերներ են։ Լոռեցիներից շատերը տեղյակ էին օրվա մասին, ովքեր մեզ ներկայացրեցին իրենց կարծիքները օրվա կարևորության եւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին։ Լավ ժողովուրդ են, ջախելո, ակուրատնի,
Աշխատասեր։ Ազգային փոքրամասնությունների հանդեպ համերաշխություն կա, հարգվում է նրանց ազգային արժեքը, նրանց մշակույթը։ Ոչ թե մենակ այսօրը նշվի, այլ ամբողջ տարվա 365 օրը լինի համերաշխության օր։ Ազգության փերեաց Սթիվ Գրենբերգը հայերեն լեզվով փորձեց շնորհավորել համերաշխության միջազգային օրը։ Ես շնորհավորեմ համերաշխայան Միքոյան օրը։ Նարինե Ասատրյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։ Ֆինանսների նախարարությունը սպառողներին հորդորում է գնումներ կատարել ազգային արժույթով, իսկ եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք կպահանջեն արտարժույթով վճարել, տեղեկացնել ֆինանսների նախարարությանը։ Այս եւ վերջին զարգացումների մասին է հաջորդ տեսանյութը։ Առևտրի փակված կետեր չկան։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հերքեց հրապարակումները, թե արժույթի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով մեծ թվով տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը։ Արմեն Ալավերդյանը բացատրեց, որ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին եղել են տնտեսվարողներ, որոնք իրենց աշխատանքները դադարեցրել են 1 օրով կամ մի քանի ժամով։ Դրանց թիվն ըստ Արմեն Ալավերդյանի դեկտեմբերի 17-ի դրությամբ 94 էր։ Այդ քանակից, ուրեմն, արդեն 80-ը վերսկսեցին իրենց գործունեությունը, իսկ այսօր առավոտյան եւս 8-ը եւ փաստորեն կարող ենք ասել, որ հանրապետությունում տասնյակ հազարավոր գործող կազմակերպություններից, հարկ վճարողներից գործունեությունը դադարեցրած կազմակերպություն որպես այդպեսին չկա կամ նվազագույնը մի քանի հատ են։ Տնտեսվարողների որոշ ժամանակով աշխատանքը դադարեցնելն ըստ Արմեն Ալավերդյանի միայն գնաճով չէր պայմանավորված, առավելապես կապված էր նաև ֆինանսական անորոշությունների հետ։ Արժույթի շուկայում ստեղծված խուճապն ըստ Արմեն Ալավերդյանի առանձին տնտեսվարողների ստիպեց գնային նոր քաղաքականություն իրականացնել, ինչը նաև օբյեկտիվ պատճառներ ուներ։ Ես ավելի շատ հակված եմ տարադրամի ուրեմն այդ շեղումների մեջ ամենաշատ տեսակարակշիռը տեսնել օբյեկտիվ պատճառների մեջ եւ արտաքին գործերով պայմանավորված եւ տնտեսական իրողություններով պայմանավորված, այսինքն տնտեսությունը պետք է պատրաստ լինի, որ նաեւ տարադրամի ուրեմն տատանումներ կարող են լինել։ Եթե դա կարող է տեղ ունենալ ընդհուպ եվրոյի հետ, ապա հայկական դրամի հետ էլ պետք է կարող է տեղ ունենալ։ Եվ այս պայմաններում չի նշանակում տարադրամի ցանկացած փոփոխության ժամանակ կազմակերպությունները պետք է բացվեն կամ փակվեն։ Ֆինանսների նախարարության տարածքային բոլոր ստորաբաժանումներում բացատրական աշխատանքներ տարվել են։ Արմեն Ալավերդյանը վստահեցնում է, այսօր հանրապետությունում տնտեսական վիճակը նորմալ է։ Շատ նորմալ տնտեսական իրավիճակ է։ Տարեվերջ ենք մենք ֆինանսների նախարարության հարկային մարմինները տարեվերջյան ուրեմն խնդիրներ են լուծում բյուջեի ապահովման առումով եւ որպեսզի համեմատելու լինեք ուրեմն շուրջ 80,000 գործող տնտեսվարող սուբյեկտներից ես արդեն իսկ ասացի, որ դադարեցումներ, գործունեության դադարեցումներ այս պահի դրությամբ մենք գրեթե չունենք։ Ֆինանսների նախարարությունը սպառողներին հորդորում է գնումներ կատարել ազգային արժույթով, իսկ եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք կպահանջեն արտարժույթով վճարել, տեղեկացնել ֆինանսների նախարարությանը։ Նայիրի Մուրադյան, Ավետ Տավյան, Arnews։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին Էռնա Անտոնյանի մեկնաբանմամբ, իսկ ես այսքանով հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն եւ ամենայն բարիք։ Լուսատու խանութ սրահը ներկայացնում է անվտանգության եւ հսկման տեսանկարահանող համակարգերի ժամանակակից լայն տեսականի։ Համակարգերը աշխատում են հրդեհի, ձայնային ալիքների եւ շարժման դեպքում, GSM համակարգով տիրոջ հեռախոսին զանգ կամ հաղորդագրություն ուղարկելով։ Հսկող սարքերի ողջ աշխատանքին կարելի է հետևել նույնիսկ համացանցի միջոցով ցանկացած երկրից։ Սարքավորումները կարող են տեղադրվել խանութի արհեստավարժ մասնագետների կողմից։ Խանութը ունի նաև օդափոխության համակարգերի ամբողջական տեսականի։ Լուսատու, մոնտաժեք ձեր բնակարանը, գրասենյակը կամ արտադրամասը բացառապես մեր որակյալ սարքավորումներով։ Էս ինչ է իրանում։ Ուզում էի քեզ անակնկալ անեի, բայց ոնց որ չստացվեց։ iPhone? Ահա։ 6? Ահա։ Ճիշտ է, ես համակարգիչ էի ուզում, բայց iPhone-ի մասին երազում էի։ Ապրես։ Լյուքս մասնագիտացված խանութ սրահ, խնայեք ձեր ժամանակը։
բարյախորժակ Արտուր։ Շնորհակալ եմ։ Ռեդի, այլընտրանք չկա։ Բարև ձեզ եղանակի-տեսության աջակիցներն են Lux Computer-ը եւ Լուսատու մասնագիտացված խանութ ծրահը։ Այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առավելապես առանց ստեղումների եղանակ, քամին կլինի մինչև 10 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը կնվազի 1-ից 2 աստիճանով։ Լոռու մարզում օդի միջին ջերմաստիճանը կլինի 9 աստիճան տաքություն է, այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Դաշիրում գիշերը սպասվում է 8 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն, Լավերդիում կանխատեսվում է գիշերը 1, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 6 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն, Ստեփանավանում սպասվում է գիշերը 0 աստիճան, ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոնում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն, Երևանում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն։ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենիաց լեռնանցքում Մարտունու կողմից տեղ-տեղ մերկասառույց է, միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Այժմ մեկ եղանակային լուր։ Երկու ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Երևանում մառախուղի պատճառով։ Մինվոդիից եւ Դոնի Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Դոնի Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռը ուղևորվել է դեպի Սոչի, իսկ Մինվոդիից եկող ինքնաթիռը վերադարձել է Մինվոդի, մինչև եղանակային պայմանները կբարելավվեն եւ ինքնաթիռները կվերադառնան վայրէջք կատարելու։ Թե երբ կժամանեն Երևան հայտնի չէ, դա կախված է եղանակային պայմաններից։ Եղանակն այսօր այսպիսին էր, անկախ եղանակից եղեք լավատես ցտեսություն։